Եթե իշխանությունը սիրի իր երկիրը եւ իրեն խիստ ժամանակավոր չհամարի, յուրաքանչյուր իշխանություն է ժամանակավոր, բայց պետք է քո երկիրը սիրես եւ չանես այնպիսի քայլեր, որի արդյունքում կտուժի քո երկիրը։ Հիմա այս պարագայում, ինչպես բազմիցս նշել եմ, իրենց արդարության նախարարը մի անգամ չկարողանալով չկրկնել իրենց ղեկավարի ասածը, որ պետականացվելու, այդպիսի հասկացություն ուղղակի չկա, ասաց, որ գերակա շահով է լինելու եւ փոխհատուցում է տրվելու, այսինքն միջազգային կառույցների կողմից գնահատված ընկերության գումարը գումարած 15%, գերակա շահը դա է ընդհանրում։ Իսկ դա նշանակում է մի քանի 100 միլիոն դոլար պետք է վարկային պարտավորությունները վերցնեն պետական երաշխիքով եւ մի քանի 100 դոլար վճարեն Սամվել Կարապետյանին, այսինքն ստացվում է մի այսպես կմահաճույքի կամ վախի պատճառով պետությունը ընդամենը չեմ ուզում հիմա կոնկրետ թիվ ասեմ, որ չասեմ չգնահատած վիճակում թիվը ասում, բայց հավատացեք շատ մեծ թիվ է։ Ինչ վերաբերում է արբիտրաժին, այս քայլերով արդեն նվազել են միջազգային ներդրումները, ավելի են նվազել, որովհետև կրկնում եմ, չի կարող նորմալ գործարար, որը միջև իր ներդրում կատարել ուսումնասիրում է տվյալ երկրի օրենսդրությունը, ուսումնասիրում է տվյալ երկրի իշխանությունների պահվածքը, չի գալու այստեղ ներդրում անի, հավատացած եղեք, բացի մեր կողմից այսպես թշնամի համարված երկու երկրներից, որովհետև նրանք փորձելու են բերեն այդ գումարը դնեն այստեղ, գումարով ազդեցության լծակներ վերցնեն։ Ոչ մեկ այլևս չի անել։